դուրս գանք այս խաբեության շրջապտույտից։ Ինչպես շատ են ասում Լևոնը, Ռոբերտը, Սերժիկը իրենց կառավարման ժամանակ Հայաստանի տնտեսությունը, անվտանգությունը եւ քաղաքականությունը այնպես էին ձախողել, որ Նիկոլին ոչ մի շանս չկար այն փրկելու։ Որպեսզի հասկանանք այս կեղծիքի, այս պտտվող, անընդհատ մեզ մոլորեցնող կեղծիքի նպատակը կամ աղբյուրը, պետք է հասկանանք, ինչպիսի պետություն էր Հայաստանը։ Արդյոք Լևոնը, Ռոբերտը, Սերժիկը գործել են անկախ իրենց կամքով եւ իրենց ծրագրով։ Իհարկե ոչ, բոլորս գիտենք, որ Հայաստանը ռուսական գաղութ է, իսկ մեր թվարկած Լևոն, Ռոբերտ, Սերժիկը նրա ծառաները, այսինքն նրանք գործել են բացառությամբ Ռուսաստանի, ասել է թե Կրեմլի կամքով։ Իսկ ով էր Նիկոլը։ Նիկոլը նույն հապկի անդամ, նույն Հայաստանի, որը գտնվում էր Ռուսաստանի լծի տակ, այդ վարչատարածքային միավորման ղեկավարն էր, ինչպես Լևոնը, Ռոբերտը եւ Սերժիկը։ Արդյոք ինքը կարող էր կամ եկել էր այլ բան անելու։ Իհարկե ոչ։ Արդյոք ինքը կարող էր գալ իշխանության Կրեմլի կամքին հակառակ։ Իհարկե ոչ։ Ուստի ասել, որ Նիկոլը չէր կարող սրանց սխալները շտկել, դառնում է անիմաստ, որովհետև Նիկոլը եկել էր դրանց սխալների հիմքի վրա վերջնական հարվածը հասցնելու, կործանելու Հայաստանի Հանրապետությունը։ Իսկ ինչու հենց Նիկոլը։ Որովհետև այդ երեքի սևագործ այդ աշխատանքը ժողովրդի աչքին տեսանելի էր, ու եթե նրանք փորձեին տապալել Հայաստանը, ժողովուրդը նա ձեռքից կբռներ, ինչպես ապրիլյան քարորիայի ժամանակ ժողովուրդը թույլ չտվեց Արցախը հանձնեն, ոտքի կանգնեց, իսկ Նիկոլի ժամանակ, որպես նոր մարդ, իբրև սրանց հակառակորդ, ժողովուրդը խաբվեց եւ չհասկացավ, որ այն սև գործը, որը չէին վստահել Ռոբերտին, Սերժիկին, Լևոնին, վստահել են Նիկոլին, որ իրենց խաբելով Արցախ հանձնի, ապա Հայաստանը։ Սա է կեղծիքի շրջապտույտի գաղտնիքը։ Եթե սա անկալես, ուրեմն դու կարող ես դուրս գալ կեղծ շրջապտույտից, ասել է թե Լևոն, Ռոբերտ, Սերժիկ, Նիկոլ կրեմլահապատակների կեղծիքի շրջապտույտից։ Եղեք խոհեմ։